Հայաստան կուսակցության համագումարի առաջին շարքերում տեսա մի կարկառուն երևույթի, կարկառուն նախկին պաշտոնյայի, տեսա Վարդան Հարությունյան անունով նախկին չինովնիկի, ում երևի թե նախանձով են հիմա այլևս վերաբերում արաբական շեյխերը, քանի որ նրա բիզնեսների ցանկը դժվար է թվարկել եւ էմիրություններում եւ այլ երկրներում եւ հարցերի հարցը թե ինչպես է ստացվել նաեւ Նիկոլ Փաշինյան, այստեղ ձեզ եմ հրավիրում, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին, որ $1 միլիոն գրավով փոփոխվում է այս երևույթի խափանման միջոցը եւ ահա սրա նմաններն էլ վայելելով ազատությունը մարդիկ արդեն իրենց տաքուկ տեղեր են հավանաբար փնտրում եւ նոր քաղաքական երակներ են գտնում իդեմս ուժեղ Հայաստան կուսակցության, այսինքն արդեն դիրքավորվում են այդ կուսակցության առաջին շարքերում։ Լավ, եթե մենք գիտեք խնդիրը որն է, որովհետեւ եթե այս երկիրը իրականում մեր երկրում չհիվանդանար եւ այլևս չմահանար կարելի ասել դատական իշխանությունը, եթե մենք իրականում մեր երկրում լիներ օրենքի գերակայություն, եթե մեր ուժային կառույցները, մեր իրավապահները հարգեին իրենց ուսադիրները եւ նրանք պատասխանատվությամբ վերաբերեին իրենց աշխատանքին եւ Փաշինյանն էլ աչք չփակեր այս իրողություններին եւ այս իշխանությունը հենց կրում է ուղիղ պատասխանատվություն այդ ամենի համար, ապա հարց դուք գնացիք այդ ծագումնաբանության հետևից, հայրենի իրավապահներ, հարգելի պատկաններ, գնացիք այդ գումարների, այդ $1 միլիոն ծագումնաբանության հետևից, թե այդ ոնց եղավ, որ Գազպրոմով մտավ, պեկով դուրս եկավ, Վարդան Հարությունյան հակակոռուպցիոնի մատերիալը բոլոր ժամանակների, որտեղից այդ գումարը, որ մի հատ էլ կարողացել է մուծի, խափանման միջոց փոփոխվի, մի հատ էլ իր նման անդարդի դեմքով գնա ու տեղավորվի համագումարների առաջին շարքերում։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ուզում։ Լավ, այդ $1 միլիոն որտեղից ձեզ կարող եք պատասխանել, որ մեկիդ գալիս հարցնում են, թե որ մեկիդ գրավը կլինեք նախկին ոստիկանապետ, պաշտոնյա, կոռումպացված պաշտոնյաներ, չգիտեմ, տարատեսակ թալանչիներ եւ այլն, որ մեկիդ ասում են այդ գրավը որտեղից որ մուծեցիք, ասում է քերակինս ա մուծել, հորեղբորս տղու վարորդն ա մուծել, մորքուրիս ամուսինն ա մուծել, չգիտեմ, մորաքույրս ա մուծել, դե քերակինները չասեմ, ամեն մեկը ոնց լինի մի հատ քերակին ունեք, հետո ուղղակի որ գնում ես այդ քերակինների հետևից, որ տենաս, այ մարդ, այդ ինչ քերակիններ են, որ $1 միլիոն մարդիկ քցվում են, որ իրանց հարազատները թարնան, գնան ու ազատության օդը շնչեն։ Մեկ էլ պարզաբանվում է, որ այդ օրինակ քերակինը կամ մորքուրը Արամուս գյուղում ասեն գազար աճեցնում, որ կարողանա իր ընտանեկան հոգսերը հոգա։ Լավում եք ձեռ առնում, այսինքն ասածս հետևյալն է, եթե պետք է իդեմս Սամվել Կարապետյանի նախկին տարբեր պատմություններով անցնող, տարբեր քրեական գործերով անցնող, հակակոռուպցիոնի կոնկրետ մատերիալ հանդիսացող երևելիները, եթե պետք է տաքուկ իրենց այսպես ասեմ, ապաստաններ գտնեն ապագա քաղաքական ուժերի եւ կուսակցությունների մուտքից այն կողմ, դռներից այն կողմ, ուրեմն մենք կեղծ են, ուրեմն իրական չեն այն հայտարարությունները, ուրեմն չեն կարող իրատեսական լինել այն հայտարարությունները, որ դուք իրականում գալիս եք երկիր փրկելու, մտահոգ եք երկրի ճակատագրով, այսպես ես ռոմանտիկ չեմ, բայց հավատում եմ, որ Անդրանիկի, Նժդեհի, Գյորգիսյանի, Դուշման Վարդանի, մեր բոլոր այդ հերոսական տղաների, մեր հերոսների, մեր պատմական հերոսների ոգին ու շունչը դեռ կա, ապրում է, մեր հայ երակներում հոսում է այդ արունը։ Ես հավատում եմ, որ մի օր, այո, նվիրալի ձեռքով փրկվելու է այս ազգի ճակատագիրը, բայց ուզում եմ հասկանալ, հիմա դուք եկել ում ջրաղացին եք ուզում ջուր լցնել եւ էլի պատասխանեք նաեւ այն հարցին, թե ինչ գործ ունեն նախկին կոռումպացված չինովնիկները ձեր շարքերում եւ այն հարցին էլ չմոռանաք պատասխանել, թե Գազպրոմից եւ ՀԵՑ-ից աշխատակիցների նախկին ներկա աշխատակիցների մակարդակով ովքեր էին ներկա
այդ համագումարին, իսկ դու Վարդան Հարությունյան եւ ընդհանրապես Վարդան Հարությունյանի նմանները այդ գումարները որտեղից Այդում փողերով եք Դուբայներում հյուրանոցներ կառուցում, բիզնեսների տեր դառնում, վիլաներ ձեռք բերում, հարստություններ կուտակում, այդում փողերն են։ Այդ պապական կտակ եք նվեր ստացել, ժառանգություն եք պապական ստացել։ Որտեղից են այդ գումարները։ Որտեղից են այդ ձեր բոլոր թալանչիների հետքերով, որ գնում ենք, հա։ Միլիոններով գրավներ եք մուծում։ $1,000,000 գրավ ես մուծում, բա քեզ հարց չես տալիս այ Վարդան Հարությունյան, առանց ամաչելու են մեկիդ ոտքին, չգիտեմ, ոտքին, ձեռքին, բրասլետները կապած գնում տեղավորվում եք առանց ամոթի զգացում ունենալու, ձեր համար տենց տակ տեղ եք երևի նորից փնտրում ման գալիս, հա իմ մոտ էս տպավորությունը,